Գյումրիում ավագան ու արտահերտ ընտրություններն են, պայքարի մեջ է քաղաքական 9 ուժ, 3 դաշինք և 6 կուսակցություն կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ժամը 11-ի դրությամբ արդեն քվեարկել է 8100 մարդ, դա ընտրողների 7%-ից ավելին է։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի արտահերտ ընտրություններում Գյումրիում մասնակցությունը 38% է ընդամենը եղել։ Civilnet-ն ամբողջ օրն աշխատելու է Գյումրիից, շարունակեք հետևել մեզ ընտրությունների ընթացքի մասին վերջին լուրերն իմանալու համար։ Որ թերթիկ ընտրելու եք կդնեք ծրարի մեջ ուղիղ, առանց ծանելու, մյուսները կհապեք, խցիկում տեղ։ Եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց, միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն։ Եթե այդպես չկիրառեն, նշանակ ով չհամաձայնվեց, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում է։ Բայց քննարկում ունեցել եք արդեն այդ թեմայով մյուս։ Ոչ մեկի հետ քննարկում չեմ ունեցել, ոչ մեկին չեմ տեսել, ես ընդհանրապես քաղաքական չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտությունը եւ հույսով եմ, որ այդպես բոլորն է պետք է մտածեն։ Եթե ոչ, ես ուրեմն այնպես կանեմ, որ բոլորդ կիմանաք, ամբողջ քաղաքը եւ երկիրը, ով հանգարց ուրիշ ձևի բան արեց, անպայման պետք է տեղեկացնենք բնակիչներին։ Այսինքն, եթե ընդդիմություն է ու ընդդիմությունը չի միանում այդ սկզբունքով, շատ ձեներ հավաքողին, դա նշանակում է դիտավորյալ են անում։ Եթե մի քանի ընդդիմադիրներ միավորվեն եւ առաջարկեն ձեզ միանալ իրենց, դուք կմիանաք։ Ուրեմն, եթե մի քանի ընդդիմադիրներ իրար միանան, հասկանալի է ու առաջարկեն ինձ, ու իմ ձայները իրենցից շատ լինի, ես միայն կծիծաղեմ այդ ժամանակ։ Եթե մի քանիսի ձայները հավաքվում են, ու իմ ձայների չափ չի լինում, հետո ինձ ասում են, գիտեք ինչ կա, դուք պետք է մեզ միանաք, այդ բոլորի ծիծաղը կգա, այդ ժամանակ գյումրեցի կսե էպած հավի խնդալը կուկա։ Բարև ձեզ, ընտրություններից հետո ինչ ակնկալիք ունեք, ինչպիսին է լինելու Գյումրին, փոփոխություն սպասում եք։ Դե դա ասված լավ փոփոխություններ են։ Ով չի ուզում փոփոխություն։ Դուք ինչ տեսակի Գյումրի եք ուզում տեսնել։ Շատ լավ, առաջվա Գյումրու պես։ Եթե արդարություն լինի, եթե իրոք ժողովրդական երկիր ենք, պիտի որ շատ լավ անցնի, եթե չխանգարեն։ Ինձ թվում է երևի կխանգարեն, բայց մենք շատ մեծ վստահություն ենք, որ չեն խանգարի։ Աշխատատեղեր եղնին, որպեսզի գյումրեցին ընտանիքներով չկախտի, որպեսզի գյումրեցին արտագնա աշխատանքի չգնա, մնա իր հողի չերի վրա աշխատանք ունենա, կարողանա ընտանիք պահել։ Ընտանիքներով արտագաղթում են, կամ անհատները գնում են արտագնա աշխատանքի, դա կարելի է, չէ, աշխատատեղեր պիտի բացվեն։ Բայց քաղաքապետը ինչ անի, այսինքն քաղաքի հետ կապված խնդիր ասեք։ Քաղաքի հետ կապված, քաղաքի հետ կապված չէր։ Դե քաղաքապետի գործառույթների մեջ մտնիկը քաղաքի ասֆալտապատում, լուսավորում, շատ են հազարումի հարց կա, էլի գործառույթներից մաքրություն, կանաչապատում։ Ամեն դեպքում հույս ունեք, որ ձեր ընտրած տեխնացուն այդ հարցերը 100%։ Իմ ընտրած տեխնացուն իր վեճակի տեխնացու է, հումոր ես ընտրել եմ, կարող ուժը։ Ընտրություններից ինչ ակնկալիքներ ունեք, ինչ որ փոփոխություն սպասում եք։ Այո, հույսեր ունենք։ Իսկ որ խնդիրներն են, որ ձեզ հատկապես հուզում են որպես Գյումրու բնակիչներ։ Ժողովուրդը լավ ապրի, ժողովուրդը բարգավաճի։ Այդպես բաներ։ Քաղաքի հետ կապված նոր քաղաքի մենք կուզենք, որ քաղաքապետը նոր քաղաքապետը նոր բաներ մտցրի, լավ բաներ, լավ շնորհքով։ Մենք հույս ունենք։